մեծարանքը եւ գոհությունը եւ ամենը Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եկեք բարձր ծափահարենք սիրելիներս։ Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն օր շնյալ ես մեր Տեր, փառք ես մեր Տեր, փառ։ Ամեն սիրելիներս, կարող եք նստել դուք եւ դուք էլ շատ Տերը ձեզան չափ օրհնի սիրելիներ ջան, կարող եք նստել։ Ինչ քաղցր Տեր ունենք սիրելիներ ջան։ Ինչ աննման Տեր ունենք մենք, հալելույա։ Եվ այսօր սիրելիներս եկել եմ մի թանկ հիշեցում անելու ձեզ եւ կիսվելու մի փոքր Աստծո խոսքից, ինչ որ Տերը դրել է սրտիս մեջ, եւ խոսքի վերնագիրն է հրաշալի օգնականը։ Հրաշալի օգնականը։ Գիտեք, շատ եմ սիրում Աստծո խոսքի տարբեր խոսքերից կիսվել, բայց հրաշալի օգնականը Սուրբ Հոգին դա ամենաթանկն է, չէ սիրելիներ ջան, մեկը որ օգնական է մեզ ամեն օր։ Ամեն սիրելիներս։ Ուրեմն մեր Տեր Հիսուսը վարպետ էր նկարագրելու պատկերներով Աստծո ճշմարտությունները եւ նա այդ ամենի մեջ խորը հոգևոր նշանակություն էր տալիս։ Մի անգամ նա պատմում էր սերմնացանի առակի մասին, չէ՞, մի անգամ պատմում էր կորած ոչխարի մասին, մի անգամ պատմում էր խաղողի եւ ворթատունկի եւ ճյուղերի մասին, եւ ինչքան հրաշալի ձևի ու խորը հոգևոր արժեք կար այդ ամենում։ Մի անգամ նա նկարագրում է Սուրբ Հոգուն որպես Աստծո շունչ, Աստծո քամի, ամեն։ Եկեք բացենք Հովհաննես 3:8 եւ գրված է սիրելիներս, գրված է Հովհաննես 3:8-ում։ Գրված է, խոսում է վերստին ծնունդի մասին եւ ասում է քամին որտեղ ուզում է փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս եւ որտեղ է գնում, այսպես է ամեն հոգուց ծնվածը։ Ամեն սիրելիներս։ Եվ Քրիստոսը ստեղ էլի նկարագրում է Սուրբ Հոգուն որպես քամի, որպես Աստծո շունչը, ամեն, ամեն հավատացյալի կյանքում գործող Աստծո կյանքի շունչը, կյանքի հոգին, եւ գրված է այսպիսին է ամեն հոգուց ծնվածը։ Ամեն։ Մենք գիտենք, որ Պենտեկոստեի ժամանակ սիրելիներս 120 հոգի սպասում էին Տիրոջը եւ քամին եկավ, չէ, շոշափելի ձևի մտավ հզոր քամի եւ մարդիկ լցվեցին Սուրբ Հոգով։ Սիրելիներս, այսօր ես ուզում եմ խոսալ հրաշալի օգնականի մասին, որի անունը Սուրբ Հոգի է։ Սուրբ Հոգի։ Գիտեք, երբ որ խաչելությունը եղավ, մի շաբաթ մենք տոնելու ենք խաչելությունը եւ հարությունը, աշակերտները իրանց զգում էին որբի նման սիրելիներս, իրանց զգում էին մենակ լքված, ոնց որ իրանց ծնողին կորցրած լինեին։ Ու մոռացել էին, որ Քրիստոս ասել էր. ես ձեզ որբ չեմ թողնի։ Գիտես, մեկ ես ու դու էլ ենք զգում կամ զգացել ենք։ Սիրելիներս, որբությունը այդ այն չի, որ դու մամա չունես կամ պապա չունես։ Որբությունը դա հոգու ներսի մի վիճակ է, որ դու քեզ մենակ ես զգում, լքված ես զգում, չհասկացված ես զգում, անարգված ես զգում, մերժված ես զգում, ու ասում ես ով կարա ինձ հասկանա։ Ամեն։ Իմ կյանքում եղել է այդպես պահ, սիրելիներս, որ ես մի պահ եղավ իմ կյանքում էլի 2009 թվականին, որ ես ինձ այնքան
ունենալով ծնողներ, ընկերներ, ընտանիք, որբ է զգում։ Այնքան մենակ է զգում, այնքան չհասկացված է զգում, այնքան ամուսին էլ ունեի կողքս, զավակներ ունեի։ Բայց Քրիստոսն ասում է. ես ձեզ որբ չեմ թողնի։ Եկեք այս համարը կարդանք, սիրելիներս, գրված է Հովհաննես 14:18-ում։ Եկեք գնանք, տեսեք ինչ է գրված Հովհաննես 14:18-ում։ Գրված է ձեզ որբ չեմ թողնի։ Եվ 16-ից գրված է. եւ հորը կաղաչեմ, եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որը ձեզ հետ կմնա հավիտյան, նա ձեր հետ կլինի եւ ձեր մեջ կլինի։ Գիտեք սիրելիներս, ես ճանաչում էի Հիսուս Քրիստոսին որպես իմ փրկիչ, բայց ես չէի ճանաչում եւ բռնվել էի մի որբության զգացումով Սուրբ Հոգուն, որպես իմ օգնական, որպես մխիթարիչ։ Եվ մի օր այս խոսքերը Աստվածաշնչում այնքան կենդանացան իմ համար, ու ես աղաչում էի ու ասում էի. Տեր, ես ունեմ այդ զգացողությունը, բայց տուր ինձ այդ խոստացված Սուրբ Հոգուն։ Եվ դուք չեք պատկերացնի իմ հետ ինչ կատարվեց, սիրելիներս։ Ես որբությունից այնպիսի մի ազատության հոգու մեջ մտա, այնպիսի մի սքանչելի ազատություն վերապրեցի իմ ներսից դուրս, որ գիտեք ինչ էի ուզում անել, ուզում էի մի հատ միկրոֆոն վերցնեի ու ամբողջ աշխարհով գոռայի, բոլորին ասեի. ժողովուրդ, դուք որբ չեք, Սուրբ Հոգին մեր մեջ է մեզ ազատելու ամեն ինչից։ Իսկապես, սիրելիներս, նա մեր օգնականն է։ Դու մենակ չես, դու ունես օգնական, իր անունը Սուրբ Հոգի է։ Քրիստոսը խոստացավ նրան ուղարկել, սիրելիներս։ Գիտեք խնդիրը ինչու՞մն է, թե որքան ենք մենք այդ թանկ օգնականին տեղ տալի մեր կյանքի մեջ, որքան ենք ամեն մեր քայլափոխին ասում. սիրելի օգնական, ես քո օգնության կարիք ունեմ, սիրելի օգնական, ես քո խորհրդի կարիք ունեմ։ Հայերենում գրված է մխիթարիչ, անգլերենում գրված է օգնական, բայց ես նայեցի իր հունարեն ինչ է կոչվում։ Հունարեն պարակլետոս բառն է, սիրելիներ։ Պարա նշանակում է կողքին, կլետոս նշանակում է կանչված, նա որ կանչված է քո կողքին լինելու, քո կողքին լինելու, քո մեջ լինելու, սիրելիներս, եւ նա օգնականն է, խորհրդատուն է, մեր պաշտպանն է, նա իրապես մխիթարիչն է, նրա անունը Սուրբ Հոգի է, սիրելիներս, օրհնյալ է մեր Տերը։ Դա քրիստոնեությունը նոր կտակարանի ամենազորավոր, ամենաթանկ, ամենափառավոր գանձն է, որ մեզ տրվել է, սիրելիներս։ Սուրբ Հոգին մեր մեջ։ Ամեն, սիրելիներ ջան։ Սիրելիներս, հին ուխտում ես շատ եմ սիրում սա միշտ ասել։ Սուրբ Հոգին այսպես տրված չէր, որովհետև մարդու սիրտը մաքրված չէր գառնուկի արյունով, եւ Սուրբ Հոգին չէր կարա թափանցել ուղիղ մեր հոգու մեջ։ Հին ուխտում Սուրբ Հոգին գալիս էր վրա, գալիս էր Գեդեոնի վրա, Սամսոնի վրա, մարգարեների վրա հատուկ նպատակների, ծառայությունների համար։ Բայց նոր ուխտը հրաշալի մի ուխտ է, սիրելիներս, ես ու դու պատիվ ունենք նոր ուխտի, նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, եւ դրա ամենամեծագույն բանը նրանում է, որ Սուրբ Հոգին բնակվում է մեր ներսում, մեր մեջ, տրվել է մեզ, ամեն, սիրելիներս։ Եվ երբ որ Հիսուսը կարող էր միայն լինել Երուսաղեմում, կամ Անգլիայում, կամ Հայաստանում, կամ Հոլանդիայում, Սուրբ Հոգին հիմա իմ մեջ է ու քո մեջ է, Սուրբ Հոգին Երևանում է ու Արգենտինայում է, Սուրբ Հոգին մեր օգնականն է, սիրելիներս, ամեն, սիրելիներ։
Հին ուխտը կոչվում էր օրենքի դարաշրջան։ Օրենքներ ու մարդիկ պետք է պահեին այդ օրենքները։ Կարեն ջան, գցես նկարը առաջի։ Ես նայում եմ այսպես, սիրելիներս, հին ուխտը, նայում ենք այս նկարը, թիավար նավակ է, չէ, մարդը պետք է ջանար, հին ուխտում օրենքները պահելով, փորձելով, ես ու դու մեկ ասում էր ես ավելի լավ եմ օրենքները պահում, մյուս ասում էր չէ ես ավելի լավ եմ, բայց ջանում էին, որ մի քիչ շարժվեին առաջ։ Նոր ուխտը, Սուրբ Հոգու դարաշրջանը։ Նա ոչ ուժով է, ոչ ջանքերով է, այլ Տիրոջ հոգով է։ Ամեն։ Սա թիավար նավակ չի, մյուսը գցի Կարին ջան։ Սա առագաստանավ է, սիրելիներս։ Վաու։ Երբ որ դու սկսում ես համագործակցել Սուրբ Հոգու հետ, եւ քեզ պետք է մենակ ինչ անել, համաձայնվել իր հետ, քեզ պետք է խնդրել իրան, քեզ պետք է ճանաչել, որ նա քո օգնականն է, ամենօրյա, ամենալավագույն ընկերը։ Եթե քեզ հարցնեմ ով է քո ընկերը, դու առաջինը պետք է ասես Սուրբ Հոգին է իմ ընկերը։ Եվ երբ որ դու բացում ես առագաստները, սիրելիներ, երեստե ջանքեր պետք չեն, հոգին փչում է քամին ու դու շարժվում ես առաջ։ Ու դու հաղթահարում ես այն կպչուն մեղքը, որ քո կյանքում գուցե կա։ Դու հաղթահարում ես այն ծանր դեպրեսիան, որ քո կյանքում գուցե կա։ Հավատա, սիրելիներս, իսկապես դա ճշմարտություն է։ Իսկապես ճշմարտությունը։ Օրհնյալ է մեր Տերը։ Սիրելիներս, Հռոմեացիների 6:14-ում, եթե անդրադառնանք մեղքին, գուցե մարդիկ կան, որոնք մեղքի հետ դեռ կռիվ են տալի ու խնդիրներ ունեն մեղքի հետ կապված, սիրելիներս։ Գցես Կարին ջան, Հռոմեացիների 6:14-ը, նայեք ինչ է գրված, որովհետև գրված է մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետև դուք օրենքի տակ չեք, այլ շնորհքի։ Դու ոնց ես կարդում ես համարը։ Գրված չի ստեղ թող մեղքը քո վրա չտիրի, ջանք արա որ չտիրի։ Սա պատվիրան չի, սիրելիներս, սա խոստմունք է, գրված է, եթե դու շարժվես Սուրբ Հոգով, եթե դու Սուրբ Հոգուն քո ընկերը, բարեկամը, ամեն օրյա օգնականը կանչես ու խնդրես, դու կտենաս, որ մեղքը չի տիրի քո վրա։ Դու կտեսնես, որ մեղքը քո վրա չի տիրի, որովհետև սա խոստմունք է, սիրելիս, խոստմունք։ Դու փորձի ու ասա Սուրբ Հոգի, օգնիր ինձ։ Քեզնից պետք է մենակ կախվածություն ունենալ Սուրբ Հոգուց ու ասել օգնիր ինձ։ Ես քո կարիք ունեմ, օգնիր ինձ։ Ու դու կտենաս, որ քո կյանքը կփոխվի, սիրելիներս։ Ու մեղքը քո վրա չի տիրի։ Դու կռվի այդ մեղքի հետ ինչքան ուզում ես։ Փորձի քո ուժով, քո ջանքերով չես կարա հաղթահարես։ Դու չես կարա հաղթահարես։ Քրիստոնեությունը մի հրաշալի կյանք է Սուրբ Հոգու մեջ։ Եվ գիտես, սիրելիներս, վերջում մենք ամեն փառքը տալիս ենք ում իրան։ Ինչի՞։ Եթե ես իմ մեղքերը անգամ իմ ուժերով կարողանայի հաղթահարեի, գուցե չտայել եմ փառք արժան իրա, դու չես կարա, դու ոչ մի ճիրաններից դուրս չես կարող գալ, դու չես կարա հաղթահարես, միայն Սուրբ Հոգու զորությունով ու միայն կախվածությունով, որ ասես Սուրբ Հոգի, օգնիր ինձ, ես քո կարիք ունեմ, դու իմ ընկերն ես, օգնիր ինձ, փորձի ամեն օր ասա օգնիր ինձ, ես քեզ ճանաչում եմ որպես իմ օգնական, որպես իմ ընկեր, որպես իմ խորհրդատու։ Հիմա մի բան եմ ուզում հարցնել, սիրելիներս, ինչքան ես դու աղոթք անում, այսպես փոքր աղոթքներ, մարդիկ մտածում են, որ աղոթքը մենակ պետք է ժամանակ անցկացնել երկար, այդ շատ լավ է, բայց դու ամեն անգամ գնում ես աշխատանքի, ասա օգնիր ինձ Տեր, մեկի հետ պետք է մի բան խոսա, Սուրբ Հոգի օգնիր ինձ։ Մի բան պետքա որոշես Սուրբ Հոգի օգնիր ինձ։ Մի բան պետքա ձեռնարկես Սուրբ Հոգի, թանկագին օգնական օգնիր ինձ։
Ամեն սիրելիներս։ Այն թանկագին գանձը, որ մեր մեջ է, մենք դրել ենք մի կողմ ու փորձում ենք ինքներս թի ավարել մեր կյանքը, անել ջանքերով, հետո խփվում ենք, հետո ծեծվում ենք, հետո ընկնում ենք, ջարդ ու փշուր ենք կլնում, հետո նորից փորձում ենք, բաց առագաստները դու թող քամին փչի, ինքը մեր օգնականն է։ Ամեն սիրելիներ ջան։ Սիրելիներ, հիշում եք, երբ որ Ծննդոց գրքում Աստված ստեղծեց Ադամին, հիշում եք։ Ինքը կենդանիներին ստեղծեց խոսքով ստեղծեց կենդանիներին, իսկ Ադամին ստեղծեց հողի փոշուցը։ Գրված է, եկեք բացենք։ Հողի փոշուցը ստեղծեց Ադամին։ Եվ երբ որ ստեղծեց Ադամի աչքերը, ձեռքերը, ոտքերը, ամեն բան ստեղծեց, չէ՞։ Բայց մի բան պակաս էր։ Ինչն էր պակաս։ Գրված է, եւ նա հետո Ադամի ռնգացը մեջ փչեց իր հոգին, եւ Ադամը կենդանարար հոգի եղավ։ Թանկագինս, քո քրիստոնեությունը նման է Ադամին, եթե չկա Սուրբ Հոգու զորություն այնտեղ առանց այդ շունչի, պատկերացնում եք, ոչ մի ծեսերը, ոչ մի դոկտրինաները, ոչ մի ուսմունքները, առանց այդ հոգու, առանց այդ շնչի չի կարող կյանք դառնալ, սիրելիներս։ Դրա համար մեկ քրիստոնյաներին նայում ես, այնքան հոգնած են, այնքան տառապած են, այսօր Տիրոջ հոգին ասում է, եկեք իմ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ իմ Սուրբ Հոգու զորությունով հանգիստ կտամ, ու դուք կլուծեք մեղքի հարցերը, դեպրեսիայի հարցերը, տառապանքի հարցերը, միայնակության հարցերը, դու չես կարող մենակը դա լուծես, դու ունես ընկեր, օգնական, որի անունը Սուրբ Հոգի է։ Ուշնյալ է իր անունը։ Ինքը մեր թանկ ընկերն է, սիրելիներս, մեր թանկ օգնականը։ Շատ կուզեմ մի պակ քննես, ինչքան ես դու իրան քո կյանքում տեղ տալի։ Ուրեմն քրիստոնեությունը առանց Աստծո հոգու, առանց այդ քամու, առանց Սուրբ Հոգու նման է Ադամին առանց Աստծո շնչի։ Մի կույտ հող։ Ամեն սիրելիներ ջան։ Օրհնյալ է մեր Տերը։ Ես մի հատ համար եմ ուզում կարդամ, միասին կարդանք։ Ու դու մի հատ քո սիրտը քնի, ես չգիտեմ դու հիմա ինչ հոգսերով, ինչ խնդիրներով, ինչ մեղքով, ինչ դժվարություններով ստեղ ես սիրելիս։ Եվ այս համարը ես այնքան հրաշալի համար է, որ մի քանի թարգմանություններ եմ նայել, սիրելիներս, Փիլիպեցիների 2:13-ն է։ Եկեք բացենք։ Նայեք ինչ է ասում, սիրելիներ։ Վասնզի Աստված է, որ իր հոգով ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես, անգամ կամենալը, դու կարաս ասես, բայց ես չեմ ուզում, կանչի Սուրբ Հոգուն, ասա Սուրբ Հոգի դու իմ ընկերն ես, գիտես ես ոնց որ չեմ ուզում, բայց ավետարանը ասում է, որ դու իր զորու ես իմ մեջ ներգործելու, անգամ կամենալն էլ ու անելն էլ քո հաճության պես, զորավոր համար է, սիրելիներս, շատ զորավոր համար է։ Եվ մի ուրիշ թարգմանությունում գրված է, որովհետև Աստված է, որ գործում է ձեր մեջ
տալով ձեզ ցանկություն եւ զորություն իր լավ նպատակներին հասնելու համար։ Այդ մի ուրիշ թարգմանության մեջ է գրած։ Մի ուրիշ թարգմանության մեջ գրած է, որովհետեւ դա ոչ ձեր ուժով է, այլ Աստված է, որ արդյունավետ գործում է ձեզ մեջ եւ ցանկություն եւ գործողություն ձեր նպատակին հասնելու համար նրա բարեհաճության համեմատ։ Սիրելիներս, պետք չի մենք մեր Աստծուն այնքան փոքրացնենք, այնքան հեռվացնենք, ինքը իր զորույա սիրելիս, իր զորույա քեզ ազատելու, հանելու ամեն ճիրաններից, քանդելու սատանայի գործերը, իր զորույա մեր Աստված, նա օգնականն է, նա մեր թանկ ընկերն է, ամեն սիրելիներս, որին մենք շատ սիրում ենք։ Հիսուսն ասեց, կուղարկեմ մի ուրիշ մխիթարիչ, օգնական, խորհրդատու, մի ուրիշ, ինչա նշանակում մի ուրիշ, իմ նման, բայց մի ուրիշ Սուրբ Հոգին, որ կբնակվի քո մեջ, մեր մեջ, օրհնյալ է նրա անունը։ Եվ մի թարգմանություն էլ գրված է, դա հենց Աստված ինքն է, որ ներսից աշխատում է ձեզ հետ, ցանկություն տալով եւ զորություն անելու այն, ինչի համար, ինչը նրա համար ամենաշատը հաճելի է։ Հալելույա, սիրելիներս, 100% նոր կտակարանը դա թիավար նավակ չի, քո ուժով չի, քո զորությունով չի, քո խոնարհությունով է, քո կախվածությունով է Սուրբ Հոգուց։ Հիմա անկեղծ մի պահ լռի ու քնի սիրտը, դու ինչքան ես իրան տեղ տալի քո կյանքում։ Սիրելիներս, դուք գուցե Տիրոջ տան ծառաներին ավելի շատ եք տեղ տալի ձեր կյանքում ու ասում ո մի խնդիր ունեմ ես ծառային դիմեմ, այն ծառային դիմեմ, այդ վատ չի, բայց դու հենց քո մեջ օգնական ունես սիրելիս, օգնական ունես սիրելիս, ամեն։ Գիտեք, որ նոր կտակարանի ամենակարևոր պատվիրանը իմ համար Եփեսացիների 5:18-19 կգցես Կարին ջան։ Եփեսացիների 8:15-19 գրված է գինով մի հարբեցեք, այլ ինչա գրված լցվեցեք Սուրբ Հոգով, լցվեցեք Սուրբ Հոգով։ Գիտեք սիրելիներս, հունարենում ես լցվեցեք բառը ներկա շարունակական ժամանակն է։ Դա ինչ է նշանակում։ Նա նշանակում է լցվի այսօր, դա նշանակում է լցվի վաղը, նշանակում է լցվի մյուս օրը, նշանակում է լցվել անդադար ու անընդմեջ։ Մարդ կա հարցնում ես, ասում ես Սուրբ Հոգու մասին, ասում հա գիտես, ես այն թվերին մի անգամ լցվել եմ։ Լցվեցեք Սուրբ Հոգով, լցվեցեք։ Կարաս ասես Սյուզան, չեմ հասկանում բացատրի ինչ է նշանակում լցվել Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգի, ճանաչում եմ, որ դու իմ ընկերն ես, դու իմ օգնականն ես, թանկագին Սուրբ Հոգի, ես քեզ տալիս եմ արժանի պատիվը, առաջնորդությունը, հանձնում եմ իմ կամքը քեզ, շարժվի իմ կյանքում, քո բարի կամքի համեմատ, լցրու ավելի ու ավելի։ Սիրելիներս, դա ներկա շարունակականն է։ Այսօր այնքան ծառայությունը հրաշալի սկսվեց, Ալբերտ աղբերս ասեց, եթե Տիրոջ հոգին չլինի, ամեն բան չոր է ու դատարկ, ինչպես Ադամն էր առանց Տիրոջ հոգու։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Արդյոք ճանաչում ես իրան որպես քո օգնական, արդյոք խորհրդակցում ես իր հետ։ Ախ Սյուզան, այնքան դառն ու ցավ ունեմ, որ դու իմանաս, պատմի իրան, խոսիր իր հետ, Հիսուսն ասեց կուղարկեմ օգնականին, քրիստոնյաներս ամենամեծ օգնականին անտեսել ենք,
ու անջուր վայրերում փորձում ենք ջուր քաշել։ Ինքնակենթանարար ջուրը, ինքնակյանքի աղբյուրը, ինքը եւ ինքը, փորձի սիրելիս, փորձի, վերցրու ժամանակ ու ամեն օր ասա Սուրբ Հոգի քո կարիքն ունեմ, Սուրբ Հոգի ինձ կօգնես, Սուրբ Հոգի իմ դասերի հարցում առաջնորդի ինձ խնդրում եմ, Սուրբ Հոգի ինձ իմաստություն տուր, Սուրբ Հոգի պետքա ինձ զուգընկեր գտնեմ օգնիր ինձ այս հարցում, նա օգնականն է եւ նա հավատարիմ Աստված է։ Ամեն սիրելիներս, օրհնյալ է մեր Տերը։ Ես հիմա մի փոքր եմ ուզում խոսեմ, ինչպես է գործում Սուրբ Հոգին, եւ նորից գցենք Հովհաննես 3:8 Կարինե ջան, այն նույն համարը, որով սկսեցինք։ Գրված է, որ Սուրբ Հոգին քամու նման փչում է, եւ չգիտես որտեղից է գալի ու ուր է գնում։ Հետաքրքիր է գրված չի Սուրբ Հոգին հարավից ամեն քրիստոնյայի մոտ գալիս է ու գնում է հյուսիս։ Չէ, գրված է չգիտես։ Ինչ է դա նշանակում, սիրելիներ։ Այն գործը, որ Սուրբ Հոգին անում է Էդո աղբորս կյանքում, կարող է լրիվ մի ուրիշ ձևի գործում է քո կյանքում, մի լրիվ ուրիշ ձևի քո կյանքում, ու մենք Սուրբ Հոգու գործելակերպը, շարժը չենք կարող ըմբռնել մեր այս փոքրիկ մարդկային տուփով, ինքը բազմազան է, եթե աշխարհում կա 8 միլիարդ մարդ եւ կա 2.6 միլիարդ հարանվանություն, վերցնենք մի 650 միլիոն էլ հոգով լցված քրիստոնյաներ կան, հավատում եմ, որ 650 միլիոն գործելակերպ ունի, Սուրբ Հոգին ամեն մեկի համար յուրահատուկ ձևի, սիրելիներս։ Դրա համար իրար նմանակել պետք չի, ոչ էլ պետք է մեր փորձառությունը անպայման ասել, որ դու էլ են սենց պետք է ապրես, չէ, ով ասեց, որտեղ մենք բոլորս տարբեր ենք, սիրելիներ, մենք բոլորս տարբեր անցյալ ունենք, ոմանք ունեն անցյալի վշտեր, վերքեր, ցավեր, ունեն պատմություն, Սուրբ Հոգին այնքան քաղցր հոգի է, նրան նմանացնում են աղավնուն, նա գիտի քեզ, նա ճանաչում է քո վերքերը, քո անցյալը, քո ցավերը, ամեն, նա նույնատիպ չի գործում բոլորիս կյանքում, նա շատ ուրույն ու յուրահատուկ է գործում, սիրելիներս, բայց նրա գործելակերպը միշտ բարի է ամենքիս համար, ամեն սիրելիներ ջան։ Ես մի երկու օրինակ էլ բերեմ, օրինակ Հոբ 38-րդ գլխում, եթե բացենք, Կարիներ ջան, Հոբի մասին լսել եք եւ Սուրբ Հոգին Աստված, մի րոպե արագ բացեմ, սիրելիներ ջան, գրված է, որ այն ժամանակ Հոբի 1-ից Եհովան պատասխանեց Հոբին փոթորկի մեջից եւ խոսեց, հա, Աստվածաշունչը շատ այլ համարներում է գրում, որ օրինակ Եզեկիել 1:4-ում մի մեծ մրրիկ բարձրացավ, գրված է, եկեք էս էլ ես արագ կարդամ, Եզեկիել 1:4-ում եւ ես տեսա մի մրկալից հող մեր գալիս հյուսիսից մեծ ամպ եւ բորբոքված կրակ եւ նրա միջից մի կերպարանք, Եզեկիելը տեսնում է մի հող բարձրանում, մի փոթորիկ եւ Տերը խոսում է այդ փոթորկի մեջից, Հոբի հետ էլ Տերը փոթորկի միջից խոսած, գիտեք, Սուրբ Հոգին մեկ իսկապես փոթորկի ձևով էլ շարժվում է, Սուրբ Հոգին մեկ գալիս է ու քանդում է, ավիրում է, որպեսզի նորը կառուցի, սիրելիներս, իմ կյանքում էլ ա եղել, որ ինքը եկել է, ասել է Սյուզի ջան, չէ, այս քո քրիստոնեությունը ոնց որ մի քիչ ծուռաճ է, մի րոպե քամիս փչեմ, քամին փչում է, ու հետո ասում է դուստր, ես ուզում եմ քրիստոնեություն կառուցեմ, որը իմ սրտին մոտ է,
Օշնյալ է մեր Տերը։ Թող իմ քրիստոնեությունը կառուցված մենակ իր սրտին մոտ լինի, այդը ես ապահով եմ ժողովուրդ։ Ամեն։ Ուրեմն ստեղ տեսնում ենք, որ ինքը փոթորկի մեջից է հոբի հետ խոսում, չէ՞ սիրելիներ։ Բայց հիմա եկեք մի հատ ուրիշ համար նայենք, Գ թագավորաց 19:11-12-ը։ Այս համարում խոսվում է Եղիայի մասին, Աստծո ծառայի մասին։ Եղիան հաստատ ինքը Եզեկիելից շատ առաջ է եղել, բայց Հոբից շատ հետո է եղել։ Ու Եղիան հաստատ լսել է, որ Աստված խոսում է փոթորկի մեջ, Հոբի հետ խոսացել է փոթորկի միջոցով։ Ու հիմա ինքը գնում է Տիրոջ առաջ ու Եղիան տրտնջում է, որ գիտես, մի րոպե սիրելիներ ջան, Գ թագավորած, որ Եզաբելը ընկել է իմ հետևից եւ ուզում է բոլոր մյուս մարգարեների նման իմ վիզն էլ կտրի։ Եվ երբ որ ինքը դուրս է գալի, գրված է, նայեք, նա դուրս եկավ եւ Տերը ասաց, չէ, ստեղից, եւ ահա նա դուրս է գալի Տիրոջ երեսը փնտրելու եւ գրած է։ Եվ ահա մի մեծ եւ զորավոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին։ Մի մեծ փոթորիկ եղավ, մի մեծ հողմ եղավ, բայց ի՞նչ է գրած։ Բայց Տերը այդ հողմի մեջ չէր։ Հետո շարունակվում է. հողմից հետո մի երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Երկրաշարժից հետո մի կրակ եղավ, բայց Տերը կրակի մեջ չէր, եւ կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն, ու Տերը խոսաց Եղիայի հետ։ Սիրելիներ, ինչ եմ ուզում ես սրանով ասել, թանկագիններ, որ Սուրբ Հոգին, երբ որ գործում է, շատ տարբեր է գործում։ Գիտես, նմանակել իրար, նմանակել Աստծո ծառաներին, նաև աշխարհում, դա ճիշտ չի, սիրելիներս, որովհետև Սուրբ Հոգին ունի քո կյանքի համար ուրույն ծրագիր, ուրույն նպատակ, ուրույն գործելաձև։ Ու եթե դու նմանակես մեկին, դու հաստատ կձախողես։ Ամեն։ Ինքը ունի քո կյանքի համար ամենալավագույնը։ Եվ մենք էլ անգամ սիրելի ծառայողներ, երբ որ մարդկանց ծառայում ենք, մենք չենք կարող մարդկանց ստանդարտ դնենք ծառայենք։ Էսի սովետական միության կոլխոզը չի էլի։ Ամեն մարդ շատ յուրահատուկ Աստծո համար։ Ամեն մարդ շատ տարբեր է, ու Սուրբ Հոգին մեզ գիտի մինչև խորքը։ Եթե մեկը կա, որ մեզ գիտի մինչև խորքը, գիտի մեր վնասները, մեր վերքերը, ու գիտի ոնց գործի յուրահատուկ ձևի հենց քո համար, դա Սուրբ Հոգին է, ու բոլոր ծառաներին պետք է լսել Սուրբ Հոգուն, ոնց գործել, այս մարդուն օգնել Սուրբ Հոգով, ոնց գործել, այն մարդուն օգնել Սուրբ Հոգով։ Ամեն։ Մեկին պետք է շատ ընտրել խաչի ճանապարհ ու քայլել, խաչի ճանապարհ, բոլորիս է պետք, բայց միգուցե ուրիշին պետք է ավելի ուրիշ ձևի ճանապարհով, կամ որ ջարդված ու փշրված են, իրանց ճանապարհները այլ են ու ուրիշ են։ Հոբի հետ խոսում էր փոթորկի միջով, Եղիայի հետ խոսում էր մեղմ ու քաղցր բարակ ձայնով։ Ամեն, սիրելիներ ջան։ Օրհնյալ է մեր Տերը։ Սիրելիներս, ով է նվագում։ Այսօր մենք խոսում ենք մեր օգնականի մասին, որի անունը Սուրբ Հոգի է։
Մի փոքր էլ մի բան եմ ուզում ասել ու արդեն մոտենանք մեր ավարտին, սիրելիներ ջան։ Լինելով տարիներ փառաբանության մեջ ծառայող, ես երկար ժամանակ փառաբանության մեջ ծառայող եմ եղել։ Ու միշտ շատ ուշադիր եմ եղել, որ վայ փառաբանության մեջ հանգարց մի նոտա ֆալշ չլսվի, մի երգեցողություն ֆալշ չլսվի, ավակել եմ եղել փառաբանության մեջ։ Մինչև մի օր Տերը հետս խոսած, երբ որ ես շատ էի անհանգստանում, որ մի նոտա ֆալշ չլսվի։ Ու ասեց, դուստր, այդ ինձ այդքան չի անհանգստացնում։ Ասեց ինձ ավելի անհանգստացնում է, երբ որ այս վայրում կան կին ու ամուսին իրար կողք նստած ու իրանց մեջ ֆալշ կա։ Ինձ ավելի անհանգստացնում է, եթե եղբայրներ կան ու իրանց մեջ ֆալշ կա։ Ինձ անհանգստացնում է, երբ որ իմ տան մեջ ծուռ սրտեր կան ու ֆալշ կան։ Այդ օրվանից ես որոշում կայացրի, չանհանգստանալ այն ամեն ինչով, ինչ որ Տիրոջը չի անհանգստացնում, եւ անհանգստանալ այն ամեն ինչով, ինչ որ Տիրոջն է անհանգստացնում։ Սուրբ Հոգին, որ մեր մեջ է, ու իսկապես Էդո աղբերս ասում էր Տիրոջ ներկայությունը մեր մեջ է, եւ իրապես Տիրոջ ներկայությունը մեր մեջ է։ Բայց մեր մեջ է ոչ թե նրա համար, որ մեր սիրելի ծառայողները իրապես հրաշալի երկրպագեցին, այլ որ մեր սիրելի ծառայողները կանգնած են այստեղ անկեղծ սրտով ու մաքուր խղճմտանքով։ Այդ դա է բերում Տիրոջ ներկայությունը մեր մեջ, թանկագիններ։ Ու եթե Տիրոջ ներկայությունը շարժվում է մեր մեջ, դա միայն ու միայն անկեղծ սրտի ու մաքուր խղճմտանքի արդյունքը, ոչ թե միայն մաքուր նոտաների արդյունքը։ Իհարկե հրաշալի է, որ նոտաներն ու խղճմտանքն էլ միասին են մաքուր հնչում։ Մաքուր խղճմտանք, անկեղծ սիրտ բերում է Տիրոջ ներկայությունը, սիրելիներս։ Մաքուր խղճմտանքը գիտես որն է։ Գալիս է անկեղծ սրտից, երբ որ դու անկեղծանում ես ու ասում ես. Տեր, գիտես, ես գիտակցում եմ, որ ես այս հարցում սխալ եմ։ Տեր, գիտես, ես ուզում եմ քո առաջ անկեղծ լինեմ։ Ես չեմ ուզում, Տեր, ծածկվեմ, թաքցնեմ։ Չէ որ ասված է, Տեր, որ նա իր զորույթ է ցանկանալն էլ, անելն էլ, ներգործել մեր մեջ։ Եթե բաներ կա քո կյանքում, սիրելի քուրս, սիրելի աղբերս, դու զգում ես, որ դու չես կարողանում, քո ընկերը իր զորույթ օգնելու քեզ, ցանկանալն էլ, անելն էլ, իր զորության համեմատ։ Սես փառավոր բան երբեք չես տեսել։ Կինը կարող ասի, այնքան եմ ուզում ամուսնուս փոխեմ։ Մի փոխի թանկագին, թող հանգիստ, աղոթի իր համար, կանչի քո օգնականին, ասա օգնական, առաջինը ինձ փոխի, ամուսնուս փոխի, ու կտենաս Տիրոջ քամին կփչի ու ամեն բան կփոխվի։ Ամեն սիրելիներ ջան։ Տիրոջ ներկայությունը, այդ թանկ ընկերոջ ներկայությունը բերում է մեր անկեղծ սիրտը ու մեր մաքուր խղճմտանքը։ Երբ որ կանգնում ենք Տիրոջ առաջ ու չկա այն խանգարող բանը անկեղծ սրտից, այլ ամեն բան խոստովանված է իրան, ամեն բան հանձնված է իրան, ամեն բան ասված է իրան։ Եվ Տերը ասում է, ահա ես դուստրս, ահա ես որդիս։ Մի հատ օրինակ էլ բերեմ, սիրելիներ, շատ եմ սիրում այդ օրինակը։ Ինչի եմ ուզում ասեմ, սիրելիներ, իրապես ես գիտեմ, որ մեր տանը շարժվում է Տիրոջ հոգին, ես շատ ուրախ եմ։ Ես երբեք չի ուզենա կրոնավոր տան մեջ լինեի, որտեղ կնմանվեր Ադամին աչքեր ու ոտքեր ունեցող առանց Տիրոջ կյանքի ու շնչի, չի ուզենա։ Բայց շնորհակալ եմ, որ մենք գնում ենք հոգևոր այն հասունության, որ մաքրում ենք մեր սրտերը ու խղճմտանքը եւ կարող ենք կանգնել որպես Տիրոջ ծառաներ իր առաջ, որ Տիրոջ հոգին շարժվի ու ասի հավանել եմ այս տունը։ Ամեն։
Մի հատ շատ հետաքրքիր պատմություն կա, այս պատմությունն էլ պատմեմ ու վերջացնենք։ Առաջի թագավորա 4-րդ գլխում փղշտացիները պատերազմում են Իսրայելի դեմ։ Իսրայելը այդ ժամանակ, սիրելիներս, եթե մինչև առաջի թագավորացը նայենք, դատավորած գլուխն է գալի, այնտեղ Տերը 12, եթե չեմ սխալվում, դատավոր է բարձրացնում, որպեսզի ուղղի Իսրայելի ճանապարհը դեպի Աստված, բայց իրանք միշտ իրանց թիկունքը դարձնում էին Տիրոջը ու ուղղություն չէին անում իրանց Աստծո առաջ։ Հասկանում եք, սիրելիներս, իրանք իրանց ուղղությունով չէին քայլում իրանց Տիրոջ առաջ եւ չունեին մաքուր սիրտ ու մաքուր խեղճմտանք։ Եվ ինչ ալնում, փղշտացիները հարձակվում են եւ գրված եկեք արագ բացենք այս համարը։ Եվ գրված է, որ թշնամին, որ փղշտացիներն էին, հաղթում են Իսրայելի բանակին եւ այստեղ գրված է 4:2 վերջում 4000 մարդ իսրայելացի ընկնում է, մահանում է, թշնամու սրից, պատկերացնում եք, 4000 մարդ, եւ իսրայելացիները ինչ են անում, հասկացանք ինչ պետք է անենք, ծիսակատարությունը լավ չեն կարել, Աստծո ուխտի տապանակը պիտի տանենք մտցնենք պատերազմի դաշտ, ու այդ ժամանակ կհաղթենք փղշտացիներին։ Իրանք հիշեցին, որ Աստծո ուխտի տապանակը պիտի մտցնեն դաշտ։ Եվ գիտեք ինչա գրած, վերցնում են Աստծո ուխտի տապանակը, մտնում են պատերազմի դաշտ եւ 4:5-ում էլ գոռում են բարձր ձայնով, այնպես են գոռում, գուցե գոռում են հալելույա, շատ բարձր, որ երկիրը դղրդում է։ Բայց գիտեք ինչ ալնում, վերջում գրված է, որ թշնամին էլի է իրանց կոտորում եւ այս անգամ, եթե սկզբի 4000 էին մեռել, 30000 հետևակ ընկնում է թշնամու ձեռքից։ Ծեսերը ու ծիսակատարությունները մեզ չի օգնի, այլ անկեղծ սիրտ ու մաքուր խեղճմտանք, որ բերում է Տիրոջ հաղթանակը մեր կյանքում, որ բերում է Տիրոջ զորությունը մեր կյանքում, որ բերում է ու շարժվում է։ Ամեն սիրելիներ ջան, ուշնյալ է մեր Տերը։